Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, ձեր ելույթի հենց առաջին մասը շատ ինքնահակասական էր, չեմ պատկերացնում ոնց է հնարավոր առաջին նախադասության մեջ պնդել, որ քաղաքային իշխանությունը ընդհանրապես զեկույցից տեղյակ չի, երկրորդ նախադասության մեջ ասել քաղաքապետի տեղակալը զեկույցի ներկայացմանը ներկա էր։ Ձեր կանխավարկածը որն է, որ լսել եմ, չեմ հասկացել ինչ են ասում, թե հայերեն կարդալ չգիտեմ, այսինքն որ տարբերակն է, էլի չգիտեմ։ Ու ես առհասարակ ձեզ ուզում եմ ասել, որ իհարկե ցանկացած ավականու անդամ ինքն է որոշում ինչ ելույթ ունենա, բայց Transparency International-ի գործընկերների հետ շփվելու մասով առնվազն մենք ձեր միջնորդության կարիքը չունենք, որովհետև հենց իմ ներկայությունը զեկույցի ներկայացմանը վառապացույցն է, որ շատ ուշադիր ենք, լսում ենք, ինչը չի նշանակում, որ բոլոր կետերի հետ համաձայն ենք, տեղ կա հարց ենք բարձրացնում, տեղ կա ընդունում ենք, ու ասենք նույն այդ հանրային լսումների ոչ բավարար ներգրավվածության մասում, հենց այդ քննարկման ժամանակ ես ասել եմ, որ այդ քննադատությունը ընդունում եմ ու կարծում եմ, որ դրա մասին ավելի պատշաճ հանրային իրազեկում պետք է լինի, բայց դա ձեզ չխանգարեց նորից երկրորդ անգամ վստահ եմ նաև շարունակաբար այդ միտքը էլի հնչեցնել։ Հենց որ վստահ եղեք, որ տեղյակ ենք զեկույցին, այդ Տիկին Բաբայանը իր շատ զբաղված գրաֆիկում հենց զեկույցի բոլոր կետերին ծանոթանալու ժամանակ չի գտել, դա չի նշանակում, որ Երևանի քաղաքապետարանը դրանից տեղյակ չի։ Եվ մի այլ հանգամանք եմ ուզում, թեմա եմ ուզում անդրադառնալ, Տիկին Աբգարյան, ճիշտ ասած, ես անկեղծ այդ ինչ-որ քննարկումներ եղել է որոշակի առումով, առաջին անգամ դուք հրապարակային բարձրաձայնեցիք, ես պատասխանեմ։ Այդ անընդհատ ակնարկները, որ ակտիվ քաղաքացի հավելվածը ձեզնից շատ ավելի վաղուց ստեղծվել եւ այլ, ես ուզում եմ մի հատ բան հասկանում, այդ ինչի համար եք անում, էլի, որ ինչ ֆիքսվի։ Եթե դուք մտածում եք, որ այդ ակտիվ քաղաքացի հավելվածի գաղափարի հեղինակը դուք եք, ես ուզում եմ հասկանամ, օրինակ Մոսկվայի քաղաքապետարանի կողմից ակտիվնի գրաժդանին հավելված է 2014 թվականի, էլի Հայկ Մարությանն նա ստեղծել, ուզում եմ հասկանամ, էդ էլ եք դուք արել։ Հիմա կամ ուրիշ բան չեմ հասկանում, ձեր կարծիքով, եթե մենք օրինակ ինչ-որ միտք ունեինք արված աշխատանքը, ասենց նենգաբար սեփականաշնորհելու եւ որպես մերը ներկայացնելու, այդ նույն անվանումը ինչի ենք պահում։ Ասենք Երևան քաղաքի մի ամբողջական բրենդբուք եք մշակել, մտածում եք մի հատ լոգո չենք կարա փոխեինք ներկայացնենք։ Չէ, ուղղակի այո, ինչ որ աշխատանք արվել է, մասնավորապես ես ձեզ ասեմ, այո, Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ եղել է հարթակ, որով քաղաքացիները ներկայացվել են առաջարկներ եւ դրանք հետագայում պետք է իրականացվեն, տարբեր կարծիքներ կան, ինչքանով են իրականացել, ինչքանով չեն իրականացվել, բայց բջջային հավելված, որը ամենօրյա խնդիրների մասին քաղաքացին կհայտնի, որը մեր հիմնական ակտիվ քաղաքացի, որ ասում ենք, մարդիկ հիմնականում այդ հավելվածն են ճանաչում, ու այդ է մեր աշխատանքի գործիքը, տենց բան չի եղել պարոն Մարությանի ժամանակ։ Եվ այդ ժամանակ իմացենք ժամանակին եղել է նախագիծ, շարունակել ենք, էականորեն ծավալը մեծացվել է այն ինչ որ իրականացվում է այդ նախագծի շրջանակներում, անունն էլ չենք փոխել, որտեղ տես ընդունված անունն է, վատ անուն չի։ Եթե էլի եմ ասում, սեփականաշնորհելու նպատակ ունենանք, ասենք շատ ավելի հանգիստ է կարելի էր անել, էլի, ինձ որ այդ անընդհատ ու ես անկեղծ ասած իր մոտ եմ նկատել, ես չգիտեի որ դա վարակիչ է, էլի անընդհատ այդ կոմպլեքսավորվածություն ֆիքսենք, որ ես այս ինչը արել եմ, հա արել եք Ժորժ ջան, ուզում եք սաղ դուք եք արել, ես հավելվածը որ երկուշաբթի կներկայացվի, էդ էլ եք դուք արել, GIS համակարգն էլ եք դուք արել, կամերաների դոստուպներն էլ եք դուք արել, սաղ դուք եք արել, պրծանք։ Ինչքան է լավ կարելի, իմաստը դրա որն է։ Եվ մի բան արել եք, ասեք, այսքան արել ենք կյանքում, դե բացառված է։ Ես անգամ 2021 թվականներ, եթե չեմ սխալվում, երբ որ Հայկ Մարությանին պաշտոնանկություն էր, ավականին պաշտոնանկ էր անում, մի հատ Facebook-յան գրառում եմ արել, որի վերջում իր կատարած աշխատանքը նշել եմ։ Այսինքն երբեք բացառված է երբևիցե ինչ-որ ժամանակ լինի, ես մեկի կատարված աշխատանքը փորձեմ սեփականաշնորհեմ կամ եթե մարդը աշխատանք կատարել է, ասեմ չի կատարել, բայց դուք նույնը մի արեք, որտեղ ուղղակի սիրուն չի։ Եթե տենց շատ կարևոր է ձեր համար, անկեղծ էլի, համարեք ամեն ինչ դուք եք արել։ Խնդիր չկա։ Մերսի։